ինձ համար շատ ակնկալելի էր տեսնելը, որ տարբերություն կա եւ բնականաբար մեծ տարբերություն կա կանանց չվարձատրվող աշխատանքի եւ տղամարդկանց միջեւ, բայց ինձ համար շատ զարմանալի էր բարձրակետը։ 28-ից 36 տարեկանում պարոն Ջրբաշյանը նշեց հասնում է շաբաթական 44-ից 49 ժամի։ Սա նշանակում է, որ որոշ կանայք փաստորեն 2 դրույք են աշխատում։ Մեկ էլ չեն աշխատում, որովհետև եթե դու աշխատում ես ամբողջ դրույք 40 ժամ ծախսում ես, լավագույն դեպքում, 40 ժամ ծախսում ես վարձատրվող աշխատանքի վրա եւ հետո 44-ից 49 ժամ էլ չվարձատրվողի վրա, ստացվում է, որ մենք այստեղ լուրջ կերծանաբեռնվածության խնդիր ունենք։ Եվ տնտեսական առումով եւ մարդու իրավունքների առումով եւ ընդհանուր առմամբ, մարդկային բոլոր կանոնների առումով սա ճիշտ չէ եւ կանայք նաեւ փաստորեն ժամանակ չեն ունենում ընդհանրապես իրենց, մեզ վրա մենք ժամանակ չենք ունենում ժամանակ ծախսելու եւ բնականաբար այս կերծանաբեռնվածությունը ազդում է մեր արտադրողականության վրա եւ աշխատավայրում եւ տանը։ Երբ որ դու 2 դրույք աշխատում ես, դու ոչ մի պարագայում որևէ տեղ չես կարող ամբողջովին նվիրվել քո գործին, հաճույք ստանալ այդ գործից եւ դրա համար է եւ այստեղ է ինձ համար այդ խնդիրը, որ մենք պետք է հենց այս տարիքի համար, ինչպես պարոն Ջրբաշյանը ասեց, լուծումներ տանք եւ տնտեսական առումով եւ նաեւ ապահովելով, որպեսզի եւ աշխատավայրում դու լինես արտադրողական եւ նաեւ վայելես ժամանակը քո ընտանիքի հետ։ Չափազանց կարեւոր է, որ կինը այդ մշտական մեղավորության զգացումը տանելով առաջ չգնա աշխատանքի մեղավոր զգալով իր ընտանիքից այդ ժամանակը վերցնելու տեսանկյունից եւ չգնա տուն մտածելով, որ աշխատավայրում գործ եմ թողել, ինչ կմտածի իմ մասին իմ գործատուն կամ իմ գործընկերները, եթե ես իմ երեխաների խնամքով պետք է նաեւ զբաղվեմ։ Կարեւոր է, որ մենք նաեւ կարողանանք այս բալանսին բերել, որպեսզի մարդը կարողանա իր պոտենցիալը հանգիստ ռեալիզացնել եւ նաեւ երեխաների ու ընտանիքի հետ անցկացրած ժամանակը լինի որակյալ ժամանակ, որպեսզի նաեւ երեխաների խնամքը որակյալ կարողանան կազմակերպել։